Բարև ձեզ, Բուն TV-ի եթերում ֆանտաստիկ ոդքասթն է, որի շրջանակներում մենք խոսում ենք գիտաֆանտաստիկ գրքերից, համակարգչային խաղերից, կոմիքսներից, ֆիլմերից, այսինքն այն ամենից, ինչ կարող է հետաքրքրել գիքերին, ու մեր մշտական թեմաներից է նաև արհեստական բանականությունը, որովհետև առանց դրա հիմա աշխարհը անհնար է պատկերացնել։ Մեր հյուրը հենց արհեստական բանականության մասնագետ է, գիտնական, Magical Labs-ի, որը արհեստական բանականությամբ է զբաղվում, հիմնադիր Վազգեն Հակոբյանյանը, բարև Վազգեն ջան։ Բարև ձեզ, շատ շնորհակալ եմ կանչելու համար։ Ես շնորհակալ եմ, որ եկա, որ ես մեր մոտ այդ թեմայի իշքան հյուր լինում է, ես ասում եմ իմ համար, էդի ասում եմ կա արդյունքը, բայց այն մնացածը արանքում իշքա բան է։ Մութ մոգություն է, անհասկանալի։ Ու իշքանը բացատրեն, մեկ այս չեմ հասկանում, որտեղ դրա համար պետք է ինչ-որ խորը մաթեմատիկական գիտելիքներ։ Բայց ինձ առաջերտին ինչն է հետաքրքրում։ Հենց համակարգչային խաղերի թեմայով։ Համակարգչային խաղերը AI-ի կոնտեքստում ինչ քո կարծիքով ինչ առանցքային փոփոխության կարան ենթարկվեն այն իմաստով, որ ըստ էության AI-ը թույլ է տալիս հենց ընթացքում այդ ինտերակտիվ աշխարհը, վիրտուալ աշխարհը, սիմուլյացիան կամ ասենց ասած փոխել ըստ խաղացողի գործողությունները, ոչ թե նախորոք պլանավորված սկրիպտերով կամ սյուժետային ճյուղավորումներով, այլ դինամիկ։ Դու ինչ արեցիր, ինքը հաշվարկում է կամ չգիտեմ, գնահատում է ըստ դրա փոխում է։ Հա, այդ հաստատ այդ դարաշրջանը գալիս է, տեխնիկական տեսակետից միշտ խնդրեմը ոնց որ հզոր AI մոդելներ օգտագործել խաղերի մեջ, խնդիրը այն էր, որ ծավալ խաղը դու խաղում ես քո համակարգչի վրա, ու այդ համակարգչի այդ գրաֆիկական պրոցեսորը, որի վրա համ այդ AI մոդելն է աշխատում, համ ոնց որ այդ խաղի rendering engine-ն է աշխատում, ոնց որ միշտ իրար հետ կոնկուրենցիայի մեջ էին մտնում, ու ոնց որ դրա համար ոնց որ պատմականորեն խաղերի մեջ այդ AI-ի միավորելը, մտցնելը փորձում են մաքսիմալ անել մենակ այն խաղերի դեպքում, որտեղ որ ամեն ինչը cloud-ում է կատարվում, այսինքն ձեր համակարգչի վրա չի լինում, բայց հիմնականում լավ ու ինտերակտիվ ու հզոր գրաֆիկայով խաղեր դուք խաղում եք ձեր հենց լոկալ համակարգչի վրա, ու այդտեղ դրա համար միշտ այդ բարիերը կար, որ ինչ որ բաներ ոնց որ չեր գալ իրար գտնում, ու այս վերջերս, երկու օր առաջ վերջապես հայտարարվեցին նոր համակարգիչների բակալենի մասին, որը որ RTX Spark համակարգիչներն են, որոնք որ Nvidia-ի հզորագույն GPU-ները, որոնք սովորաբար մինչ այս աշխատում են հիմնականում cloud-ների վրա, հիմա արդեն Windows համակարգիչների վրա հասանելի են, ու այդ նշանակում է, որ արդեն շուտով Windows համակարգիչներն լինելու, որտեղ որ համ ձեր խաղը, համ լրիվ Unreal Engine-ը կարա լինի, համ ինչ որ լիքը AI մոդելներ, որոնք որ այդ Unreal Engine-ը օգտագործելով ձեր խաղը կձևափոխեն ըստ ամեն ինչի, հա, ու հաստատ այդ դարը արդեն եկել է, իրանք նույնիսկ հայտարարեցին, որ արդեն աշխատում են լիքը խաղերի ստեղծողների հետ, որ դա էլ կա, ու այդ ուղղակի փոխելու է ամեն ինչ գեյմինգում, թվում է շատ հետաքրքիր։ Ես ինչն է ինձ հետաքրքիր, հիմա արդեն կան, ինչ որ Skyrim-ում կան, որ կերպարը բանա, լեզվական մոդել է, դու իրան ինչ ասում ես, ինքը պատասխանում է, ըստ ոնց որ լեզվական մոդել է։ Բայց ինձ ավելի լայն կոնտեքստն է հետաքրքրում, ոչ միայն այդտեղ կերպար NPC-ների մասին է խոսքը, այլ հենց խաղային աշխարհի ու խաղային իրադարձությունների, դու ասենք, չգիտեմ, գնացի ինչ որ գյուղում տուն վառեցիր, գյուղացիները քեզ ֆիքսեցին, հետո էտապ, այսինքն այս բան, որը ստեղծողները չեն պլանավորել։ Հա, այդ իրականում միշտ տենց մի հատ մեծ գրքերի ժանր կա, Lit RPG, որը որ հենց մենակ այդ իդեայի վրա է ստեղծվում, երբ որ մարդիկ ընկնում են մի հատ խաղի մեջ, որտեղ որ ամեն ինչը շատ դինամիկ է, ու ոնց որ նույնիսկ այդ խաղում, որ ինքը խաղում է, ինքը մեկ-մեկ չի տարբերակում այդ ում հետ որ ինքը խաղում է, ինքը մարդ է, թե ինչ որ արհեստական բանականություն։ Այդ դարը հիմա գալիս է, այսինքն երբ որ այդ ու շատ հնարավոր է ստեղծում են խաղալ, որտեղ որ
այդ սովորաբար այդ աշխարհներում այդ պլատֆորմաներում, որ նկարագրում այդ գրքերում, հենց միտքը այնա, որ մարդը չի տարբերում իրականությունը, վիրտուալ իրականությունը իսկական իրականությունից, ու ոնց որ շատ հաճախ ուզում է այդ աշխարհում ապրի, չի ուզում ապրի իրական աշխարհում, ու ինձ թվում է այդ դարը գալիս է, այսինքն Ստե մի հատ ուրիշ գիրք եմ ուզում հիշատակել։ Դու նաև գիտական ֆանտաստիկայի սիրահար ես, մոռաց այդ ասում, որտեվ մեր ոդքասթի կոնտեքստում շատ կարևոր է դա։ Հա, ու մի հատ ուրիշ գիրք եմ ուզում այդ հիշատակեմ Վադիմ Պանովի գրքերից բանը Արկադա ոնց որ այդ սերիան գրքերի Ունդեղ ոնց որ հիմնական միտքը այնա որ ոնց որ քանի դեռ ոնց որ մարդկությունը տենց աստղերին չի գնացել պետքա ոնց որ կառավարությունները ոնց որ ամեն ինչ անում են որ մարդիկ այդ վիրտուալի մեջ մնան ու նույնիսկ այդ գրքերի ցանկում ասենք դա ոնց որ իդեաներ կան որ ասենք դու պետքա վճարես պետությանը որ քեզ տիպողաբար ասենք օրվա մեջ մի քանի ժամ անցկացնես վիրտուալում, որովհետև ռեալում քո համար արդեն գործ չկա, քեզ տիպում են պարտավորես քնես ասենք վիրտուալ։ Հա, ու ոնց որ եթե դու վիրտուալում չես անցկացնում, դու պետք է վճարես դրա համար, ու իրականում այդ շատ վախենալու է, բայց այդ կոնցեպտը որ այդ խաղերը Այսինքն մի կողմից ասենք այս AI կողմից շատ հզոր ավտոմատացումներ են ստեղծվում ու ընդհանրապես ասենք եթե նայենք որ շուկան ծրագրավորողների այդ կոպտասած սպիտակ վարչությունների այդ աշխարհը ինքը ահավոր տրանսֆորմացիա է ենթարկում հիմա ու անverջ հələ ենթարկվելու է ու այդ մի կողմից ու այդ հաստատ բերելու է գործազրկության այսինքն լիքնդե մարտիկ ասում են չի լինելու այդ ոնց որ փուչիկա այդ տենց չի որպես ներսի մարդ տենց հաստատ մի կողմից է դա մարտիկ որ ասում են փուչիկա բայց ինչ որ չի երևում փուչիկի չի որովհետև կա scaling law որը որ ասում է որ ինչքան ավելի շատ դուք տվյալներ եք տալի հիմիկվա այդ արհեստական բանականության մոդելներին, այդքան ավելի իրանք ուղղակի ավելի լավն են դառնում։ Այդ մաթեմատիկական ապացուցված է։ Այդ նշանակում է, որ սահմանը չի ուրվագծվում, որտեղ այն սահմանը, որտեղ այդ մոդելները սկսելու են ավելի վատ լինեն։ Այսինքն սա խնդիրը տվյալների մեջ է։ Իսկ այդ տվյալները կան, մենք հիմա թեմից մի քիչ շեղվում ենք, բայց այդ թեման էլ է ինձ հետաքրքրում էլի, որտեղ մի քանի տեղ կարդացել եմ, որ էլ տվյալ չկա ու ստիպված տալու են արդեն հենց գեներացված տվյալները։ Հա, ոնց որ այդ մեծագույն խնդիրներից մեկն է, որ ոնց նոր տվյալներ ստեղծենք կամ ոնց անենք, որ օրինակ մի բան մտածում են, որ քանի տվյալները էլ բրծել են, էլ ոնց որ կանգնեց, մինչև նոր տվյալներ չկանանք գեներացնենք։ Դա պարզվեց, որ չէ։ Իրականում, եթե արդեն ինքը սովորել է, մենք կարանք իրան արդեն սովոր առանց իրան փոփոխելու, բայց իր արդեն երբ որ ինքը մեզ պատասխաններ է տալի, այդտեղ ինչ որ բաներ ավելացնենք, այդտեղ ասենք երկար մտածի, ինչ որ ավելի ուրիշ ձև խնդիրները ձևակերպենք ու ինքը էլի լավանում է։ Այսինքն այդ կոչվում է ինտեգրա pre-training ու post-training, ոնց որ pre-training-ը երբ որ մենք տվյալները հավաքագրում ենք, մշակում ենք ու արդեն տալիս ենք մոդելին որ սովորի, post-training-ը երբ որ մոդելը արդեն սովորել է, մենք իրան ուրիշ ձևով ենք լավացնում։ Օրինակ, սովորացնում ենք իրան, որ ինչ որ ինքը գիտի ոնց ինչ որ Ebola վիրուս սարքել կուխնյայում, բայց մենք իրան սովորացնում ենք, որ երբեք այդ հարցին չպատասխանի։ Օրինակ, այդ post-training-ի գործն է։ Բայց եթե ավելի բան անենք, ավելի շատ խորանանք, ոնց որ պարզում է այդ post-training-ի մեջ էլի անverջ խորանալու պոտենցիալ կա, ու այդ post-training-ի մեկը կարող է ինչ-որ պահի հասնենք այն վիճակին, որ post-training-ի արդեն ժամանակ մոդելը ինքը իրան հասկանա ու սկսի լավացնել ինքը իրան։
Այսինքն ինքը իրան հասկանա, որ ասենք այս տվյալները ահագին լավն են, արի ես ինքս իմ համար իրանց վրա սովորեմ մի հատ է։ Ու այդ ոնց որ հենց այդ լուփը փակվեց, մենք ունենալու ենք ինքնազարգացող սիստեմներ։ Խնդիրը ես ինչքան հասկանում եմ, այստեղ մենակ կոնկրետ տվյալների մասին խոսում ենք, կոնկրետ LLM-ների վրա է, բայց ասենք նույն նկարների կամ վիդեոյի գեներացիայի համար էլի զարգացման տեղ կա, որտեղ այնտեղ ռեժիսուրայի հարցը, կադրի դրնելու հարցը, ֆիզիկայի հարցը եւ այլն, այսինքն հրատեղ շատ կա, ինչեւ չգիտեմ։ Խնդիրը ոնց որ այդ բոլոր մոդելները, իրանք բոլորի համար է, այդ ոնց որ այդ ոնց որ scaling law-ները կան։ Հա։ Ու ոնց որ խնդիրը նույնիսկ այնտեղ չի, որ ասենք մենք ունենք ու տարբեր պարադիգմեր կան։ Օրինակ ինչ որ մի դեպքում որոշում են, որ մենք սարքում ենք լավ վիդեոյի գեներատոր, մի հատ է առանձին մոդել ռեժիսորա, ինքը ասում է այդ վիդեոյի գեներատորին ոնց կինոն սարքի, կադրը ոնց դնի, ոնց կամերաները կազմակերպի, ինչ պրոմպտում փոխի, որ տենց լինի։ Մի հատ ինչ որ ուրիշ մոտեցումի դեպքում լրիվ ասում են, չէ, այս մենք մոդել ենք սարքում, որը որ լրիվ համ կինո է սարքում, դու իրան պետքա սցենարը տաս, ինքը արդեն կորոշի ոնց անի, դու քո հիմնական խնդիրը հենց այդ կինոյի այդ սցենարի լավ, ասենք նկարագրես հիմնական կադրերը, հիմնական բաները, կամերա դու մի անհանգստացի, ինք դու իրան կասես, ես ուզում եմ այս օպերատորի ստայլով լինեն ամեն ինչը, ու ինքը հենց այդ ստայլով կնկարի։ Բայց ոնց որ այդ ամենամեծ խնդիրներից մեկը ու ամենայտենց այդ ծանր խնդիրներից մեկը, որը որ հիմա դրած է, այնա որ այսինքն ոնց կարանք մենք հասնենք ինչ որ մի հատ մոդելների, որոնք որ իրանցով ինչ որ ոլորտներում համ կարողանում են բարդ հարցեր լուծել, համ էլ բարդ հարցեր դնել։ Հա։ Այսինքն հիմա մենք օրինակ ունենք մոդելներ, որոնք որ բարդ մաթեմատիկա են կարողանում անել, բայց իրանք չեն կարողանում նոր թեորեմ բացահայտել։ Իրանք կարող են չլուծված թեորեմը ապացուցել կամ օգնեն լավ մաթեմատիկոսի այդ լուծել, բայց հələ որ չի եղել ոչ մի դեպք, որ այդ մոդելի առաջարկած ինչ որ մի հատ ինքը իրոք նոր տեսություն առաջարկի, նոր ինչ որ ինքնուրույն էլի, ու ոնց որ խնդիրը այդ է, որ ինչ որ մի ոլորտում հենց ոնց որ այդ artificial general intelligence-ի ինչ որ կամ super intelligence-ի general սխալ է, super intelligence-ի այդ սահմանումներից մեկն է, որ ինչ որ ոլորտում ինքը մարդ մասնագետի պես ինքը կարողանում է նոր խնդիր դնի, նոր բան անի, ասի օրինակ այս պետք է զբաղվել ֆիզիկայում օրինակ այս ուղղությամբ ու այստեղ այս խնդիրները կան ու օրինակ այս ուղղությունը այդքան պերսպեկտիվնի չի, որովհետև ինչ որ խնդիրներ կան։ Հա, ոնց որ այդ հետ գանք ոնց որ խաղերին, այդ ամեն ինչի մեջ այստեղ ոնց որ ուղիղ կապ է ստեղծվում, որ ասենք ու երկու տեսակետից, որովհետև մեկը խաղերում շատ հեշտ է այդ էքսպերիմենտները անելը ու սովորաբար ամենաառաջադեմ բաները միշտ խաղերում են կիրառում, VR-ը, չգիտեմ, ամեն ինչը մի անգամ ստե է կիրառում, հետո նոր գնում է mass market, այսինքն լրիվ սպասելի է, որ ասենք այդ առաջի այդ մոդելները, որոնք որ կարողանալու են մարդուն լրիվ իրանց աշխարհի մեջ ներգրավեն, ու ինչ որ նույնիսկ ազդեն մարդու վրա, մարդը չուզենա դուրս գա այդ ամեն ինչի մեջ կամ ինչ որ ուղեղ համակարգիչ այդ ինտերֆեյսները, այդ ամեն ինչը առաջինը խաղերում է հայտնվելու ու հա ինքը իրականում շատ բան է, շատ ու ես չեմ կարծում որ այդ երկարը շատ երկար է տևելու, ինձ թվում է ասենք մոտակա տարիները բոլորս ականատես ենք լինելու։ Դու բանը Ready Player One-ը հաստատ կարդացել ես Ernest Klein-ին, դեռ Oasis-ը նկարագրում է, մոտավորապես տենց մի բան, թե հա, տենց բան հաստատ է լինելու, ինձ թվում է ստե այս
լինելու է նաև շատ ուժեղ բաժանում մարդկության, ոնց որ կոպիտ ասած այն մարդը, որ իր ուղեղում ունի նեյրոչիպ ու ասենք մաթեմատիկական կամ ոչ մաթեմատիկական օգնող մոդել, որը որ իրան ուղղակի ուժեղացնում է, խելոքացնում է, ոնց որ լինելու են այդ մարդիկ, որոնք որ հնարավորություն ունեն այդ անելու, հա, ու այն մարդիկ, որոնք չունեն այդ հրաժարվել են կամ չունեն, կամ ինչ որ բան, հա, օրինակ այդպես մի հատ այդ բանով այդ գրքերից մեկում այդպես միտքեր եղավ, որ ոնց են այդ տեխնոլոգիան մարդկանց մեջ ներդնում, որտեղ լիքը մարդ չի ուզում ուղղակի իր ուղեղին ինչ որ բան դնի։ Ինվազիվ բան է, էլի միջամտություն է։ Ասենք ոչ մեկ չի ուզում, այդ մեծ կորպորացիան տեղի ինչ է մտածում, ասում է մի հատ վիրուս ստեղծեմ, որը որ ռանդոմային բան անում, կանգրանաներ առաջանում մարդու տարբեր վերջույթների վրա։ Ու ոնց որ այդ վիրուսը տենց մեկը տենց հայտնվում է մարդու վրա, ու ոնց որ մի օրվա մեջ, ասենք ինչ որ մի հատ ձեռ կամ ոտ կամ ինչ որ մի տեղը սկսում է փթել։ Ու միակ ձևը կանգնացնելու ամպուտացիա անելն է։ Հետո այդ նույն կորպորացիան կամ իր ընկեր կորպորացիան սկսում է պրոթեզներ առաջարկել, բայց այդ պրոթեզները շատ լավ են աշխատում, եթե ձեր ուղեղում կա ինտերֆեյս, նեյրալինկի նման։ Հա, որը որ լավ այդ պրոթեզը աշխատացնում է։ Լավն է։ Ու այդ մարդիկ, որոնք որ հանկարծակի մեկ է, որը որ ասենք, չգիտեմ, ոտը չուներ, մեկ է թույն ոտ է ստանում, ավելի ուժեղ է դառնում, ու դրանից մարդիկ նույնիսկ սկսում են իրանց ոնց որ առաջարկել, որ չէ, ես ոտերը առողջ եմ, բայց կտրեք, տեղը դրեք ուրիշ ոտեր ու չիպն է անպայման դնեք։ Ու իսկ այդ չիպն է իրանք բան են անում, ասում են, որ գիտեք, այդ չիպը բան է, protected է, չգիտեմ, ձեր մտքերի մեջ չի մտնում, բայց իրականում չէ, ու նույնիսկ կարողանում են, ասենք, աչքերի տեսածը փոխել, այսինքն լրիվ կառավարել ամեն ինչը, մարդը ինչա տեսնում, հա։ Ոնց է այդ միտքը, այդ մտքերից մեկը ես շատ եմ խորհուրդ տալի բանով կարդալ, թե անկլավները, թե Արկադան, այտենց շատ հետաքրքիր բաներ են, գրքեր են, բայց ասենք այդ էպիզոդը, որ դե այդ իրանք ուզում են այդ մարդկությանը ոնց որ ուղղակի գամել վիրտուալ իրականությանը ու այտենց են սկսում այդ անելը այդ ուղեղի իմպլանտներից ու այդ իդեաներից ու այդ գրքի ոնց որ բանն է, որ ասենք իմաստներից մեկը նա, որ ոչ մի եթե ինչ որ մի հատ կամայական ոնց որ չիպ կարելի է ջարդել, կամայական չկա ոնց որ այտենց բացարձակ security, պաշտպանություն չկա ու այդ բերումա շատ վատ շարաշահումների ամեն ինչի մեդալի երկու կողմն է, էլի դրականն էլ կա, բացասականն էլ կա, ասենք ցանկացած արդյունաբերական հեղափոխության ժամանակ եղել է թե դրական կողմը, թե գործազրկություն եւ այլն, սոցիալական ցնցումներ եւ դա մեծ խնդրեմ է, նա որ ասենք այդ իրականում այդ AI-ի ու ընդհանրապես այս հեղաշրջման over մոտ որ այդ կոպտասած ռիչագներն են այդ ամեն ինչի մի քանի մարդու մոտ է իրականում ու այդ շատ մտահոգիչ փաստ է իրականում որտեվ շատ օրինակ անտրոպիկը իրանք բան են արել օրինակ մոդել ունեն որը որ ահա որ ուժեղ կարողանում է ջարդել համարյա բոլոր սիստեմները, որը որ արկա են, մարդուց ուժեղ, մարդկանցից ուժեղ։ Ու ինքը չի տալի այդ մոդելը։ Մենակ Mozilla Firefox-ում իրանք բրաուզեր աշխարհի երրորդ բրաուզերն է, այսինքն ամեն օր հազարավոր մարդիկ, միլիոնավոր մարդիկ են իրանց օգտվում։ Մենակ իրանց կոդի մեջ հարյուրներով էրորներ են գտել, բագեր են գտել, որով կարես դու մտնես բրաուզերը, նայես ինչ է նայում մարդը, ուրա մտնում, վիդեո անես, ամեն ինչ անես։ Դա մենակ Mozilla է։ Դա մենակ Mozilla է։ Chrome կա այլ։ Linux, Chrome, չգիտեմ, ամեն տեղ։ Ու իրանք այդ չեն բան անում, չեն release չեն անում, որտեղ ասում են դե գիտեք, ասենք մենք
Դա պետք է լավ տեստավորենք, հետո պետք է ոնց որ հասկանանք, որ բոլորը օգտագործում են Microsoft-ը ասող բագերը փակել է, չգիտեմ, Mac-ը փակել է, Mac-OS-ում տարիների մեջ բակ չեր գտնում, որովհետև շատ փակ են ու շատ լավ են իրանք այդ իրանք գործը արել, այդ համակարգը էլի բագեր է գտե։ Ամենապաշտպանված, բայց օրինակ լիքը մարդու հարց է առաջանում, իսկ ասենք արդյոք դա ուրիշները չեն օգտագործում, հա, այդ նույն, այսինքն ու ասենք արդյոք, ասենք չգիտեմ, այդ դոստուպը, ասենք չգիտեմ, ով որ ունի, ինքը դեպի վատը չի օգտագործի։ Հիմա այդ փաստորեն այդ անտրոպիկը ունի մի հատ մոդել, որը որ զրոյացնում է, ասենք security-ին համարը ամբողջ աշխարհում, հիմա հարց է տալի, մոտ հարց առաջանում, այսինքն արդյոք անտրոպիկում այդ մարդիկ, որոնք այդ մոդելին access ունեն, արդյոք իրանք այդ չեն օգտագործում, ասենք ինչ որ ուրիշ բաների համար, հա, ու այդ մեծ հարց է, որտեղ ու այդ կարգի մոդել, այդ կարգի բարդ մոդել, որը այդքան reasoning ունի, այդքան խելոք է, այդքան coding-ից լավ է, այդքան լավ է հասկանում այդ ամեն ինչը, շատ քիչ ընկերություններ ունեն ու հույս որ ասենք, չգիտեմ, այդ տիպի մոդել, մի հատ բաց մոդել կլինի կամ ինչ որ մի հատ մոդել կլինի, որը որ գոնե դրա ասենք, չգիտեմ, 20%-ը կլինի, կամ մի հատ մոդել կլինի, որը որ անվճար կանոնես քո կոմպյուտերը դնես ու ինքը կպաշտպանի այդ հզոր մոդելից, հələ որ այդքան շատ մեծ հույս չկա։ Ու այդ մտահոգիչ է։ Իսկ մի քիչ որ ավելի դեպի գիտական ֆանտաստիկան շարժվենք, հենց կիբերպրանքի ուղղությամբ։ Հիմա բարձ է որ մեծ մոդելները, ասենք ինչ որ մեծ ենթակառուցվածքներ են պահանջում, պետք է ունենաս հսկայական սերվերներ եւ այլն։ Ну ենթադրենք, ասենք ինչ որ հեղափոխություն անում ապարատային բանում, ու այդ մեծ սերվերների փոխարեն մարդը կարողանում է այդ ամբողջը մի փոքր բանի մեջ դնի։ Այդ դեպքում արդեն մի քիչ թեմայից հասկացող մարդիկ կկարողանան իրենց սեփական մոդելները, չէ՞։ Այդ ոնց որ ես միշտ բան եմ անում, տենց խոսում էինք, էլի բանովի անկլավներից այս անգամ բան անեմ, տենց այդ տիպի ապագայի մասին խոսամ։ Իրականում այս ծրագրավորումը ու ընդհանրապես այս տեխնոլոգիական ոլորտը ինքը ձևափոխվում է անալոգիան ոնց որ բժշկություն է ինքը դառնում, այսինքն սովորական մարդը արդեն ինքը կարա իր սկայքը սարքի, իր ռոբոտին ծրագրավորի, իր չգիտեմ, իրան պետք չի դրա համար ծրագրավորող։ Ինքը գնում է ծրագրավորողի մոտ կամ այդտենց մարդու մոտ, որովհետև ինքը բարդ խնդիր ունի լուծելու։ Իր բժշկի մոտ է գնում, էլի, այսինքն ոնց որ երբ որ քո գլուխը ցավում է, դու գնում ես ապտեկա, իբուպրոֆեն ես առնում, չես գնում գլուխ ցավալուց բժշկի մոտ։ Դու գնում ես, երբ որ արդեն 3 օր ցավում է, ինչ որ խնդիրներ կան եւ այլն եւ այլն։ Այդ տենց է դառնում։ Ու այդ բերում է նաեւ նրան, որ էլ չի լինում junior ծրագրավորող։ Ոնց են բժիշկներում ասենք տարիներով սովորում են, ինչ որ սեկրետներ են անցնում իր օրդինատուրայի ժամանակ, իր շատ տարբեր ալնում, որ քիրուրգի մոտ է, օրինակ քիրուրգը անցել, ինչ որ սովորում է ինչ որ տեխնիկաներ, որ կարող է ուրիշ տեղ գնալ, ուրիշ տեխնիկա սովորել, շատ բան է դառնում։ Այդ պրոֆեսիոնալիզմը դառնում է ոնց որ գնում ենք դեպի այդ ծանր ու բարդ ճանապարհ անցնել, տարիների ճանապարհ։ Դրա հաջորդ քայլը հենց այն, որ այդտենց մարդիկ արդեն մի հոգի, երկու հոգի իրոք կարան ապագայում ունենան այդտենց կոպտ ասած լաբորատորիա իրանց տանը ու իրանք ստեղծեն custom շատ հզոր գերհամակարգիչներ։ Ու այդ օրինակ բանովի այդ ապագայի նկարագրած այդ անկլավներից մեկում ինքը այդ մարդկանց անունները գրավյորներ են։ Իրանք ունեն լաբորատորիաներ, որոնք իրենց տանը կարողանում են custom սուպեր արագ չիպեր արտադրեն, որոնք որ արգելված են։ Որտեղ պետությունը ասում է դու ունես որոշակի արագության սահմանափակում, իսկ կարողանում են 100 անգամ ավելի լավ custom chip սարքեն, որով հակերը կարա ասենք ջարդի ինչ որ կորպորացիա, որով կարաս բանանես եւ այլն, ու այդ մարդիկ իրանք տենց առանձին ինչ որ բան են անում, հա, իրանք նաեւ ասենք կորպորացիայի համար են աշխատում, ինչ որ բաներ են անում, բայց արդեն մի հոգին
Իրանք կարողանում է այդ ստեղծի ինչ որ ունիկալ թե hardware թե software, որը ինչ որ շատ մեծ արժեք է ունենում ու այդտեղ էլի ակնհայտորեն դառնալու է հիմա օրինակ կամ անալոգիան բերեմ էլի դեղագործության մեջ, հա, ոնց որ դեղագործության տեսակետից հիմա մենք ունենք շատ նման է մի քիչ այդ կիբերբանկային վիճակին, որտեղ կան մեծ կորպորացիաներ, որոնք որ ահավոր փակ են, որոնք արտադրում են դեղերը։ Դեղերի ոնց որ մեծ մասը արտադրում է Big Pharma-ի, ասենք, չգիտեմ, մի քանի հատ, հա, ու մեկը կան փուճուր ընկերություններ, որոնք էլի փուճուր մի քանի հոգով կարողանում են էլի դեղ առնել ու ոնց որ ստեղծել, բայց այդ process-ը էլի այդքան པարզ չի ու ոնց որ միշտ լնում է այդ մեծերը փուճուրներին առնում են, բայց փուճուրները մեկ-մեկ իրանք են իրանց համար արտադրում, ինչ որ երկրում կարող է ինչ որ մի հատ դեղ մեկը լինի, բոլորը գնան այդ երկիր առնելու, այն լրիվ նման բան ալնելու, այսինքն մի կողմից լինելու է մոնոպոլիա, այսինքն լինելու է, ասենք, չգիտեմ, մեր ուղեղի չիպը արտադրելու է, ասենք, չգիտեմ, ապագայի ինչ որ անտրոպիկը ու այդ ուղեղի չիպը տենց որակով, բանով, որ դնում ես, ասենք, գիտես, չգիտեմ, ընդ բայց կաս ինչ որ մի հատ խակերից լևի մոդել լևի մոդել դնես, որով կարաս, չգիտեմ, տենաս, ասենք, դիմացինի պատը կամ չգիտեմ, մարդկանց մերկ տենաս խոսքի բանը։ Օրինակ համար, հա, կամ ասենք, չգիտեմ, դրանով կարողանաս, չգիտեմ, չոր լիքը բան անես, ու այդ հաստատ ոնց որ ու այս իմ մի հատ է տաքսի բանը, ասենք որպես ոնց որ նաև այն ոնց որ ներդնող, որը նաև ներդնում է, ասենք AI զբաղվող ընկերությունների մեջ ու նաև տեսնում, ասենք, ուրա գնում այդ նեյրո գիտությունը ընդհանրապես էլի ոնց որ շատ ակնհայտ է, որ դեպի մոտակա միշտ եղել է 3 խնդրեմ այդ նեյրո իմպլանտների հետ։ Մեկը որ պիտի բացեն ուղեղը, այսինքն, բայց եթե ասենք օրինակ այդ նույն բանը կոմոդ դնեն, ասենք քթի միջոցով կամ ականջի միջոցով, այդքան շատ չես ներվի, չէ՞։ Հա, բայց այնտեղ գանգը բացում է։ Հա, օրինակ, հիմա ասենք օրինակ կան ընկերություններ, որ օրինակ, չգիտեմ, ականջի միջով են կարողանում մտնեն։ Երկրորդը ակնհայտ է, որ քանի որ տվյալները շատանում են, ու այն ոլորտն է, որ հələ բոլոր տվյալները մենք չունենք։ Հա։ Ու բայց դա է նույն օրենքները գործում, այսինքն ինչա տեքստում աշխատում նույն նման օրենքներ աշխատում են նեյրո սիգնալների հետ։ Այսինքն մի բան տել անելու GPT, կոպտասա GPT moment, որ մեկը դու ունենալու ես մի հատ սիստեմ, որը շատ լավ ուղեղը հասկանում է։ Այդպես ու այդ մոմենտն ալնելու, երբ որ արդեն պատրաստ ալնելու, այդ ամեն ինչը գնալ մաս սինթեզ դեպ։ Հա, մարդկանց ու երրորդ բանն է, որ ակնհայտ է դնում, որ ասենք այդ ընկերությունները, որոնք դրանով զբաղվում են, այդ տեխնոլոգիական բանով, իրենք սաղ ունեն ահավոր մեծ կապեր են մեծերի հետ, որոնք որ general AI-ն են զարգացնում, այսինքն ակնհայտ է, որ շուտով այդ VR-ը ու այդ խաղերը ու այդ ամեն ինչը խաղերում ամենաշատը սկսվելու, ինձ թվում է պրոֆեսիոնալ գեյմերներն են ամենաառաջինները, իրանց թմերն են սկսելու այդ իմպլանտները դնել, որ ավելի լավ Dota խաղան ու ավելի լավ Counter Strike գրեն, դից սկսելու է այդ բանը, այտենց ու գնալու է մինչև սինգուլյարություն։ Հա, ինձ թվում է, եթե մենք ոնց որ generally այդ բանովնել է այդ ասում, օրինակ ասում եմ, եթե դե իրականում այդ անկլավները ինքը իրական շատ եմ խորհուրդ տալի անկլավները կարդալ, դու ինքը շատ նաև ինքը մոտ ապագան է նկարագրում ու այդ մոտ ապագայում դες ոնց մի հատ խնդիր կա, որ ասենք նավթը բրծել է, սա էլեկտրականության վրա է, ու ոնց որ մեծ խնդիր կա, բա մեզ պետք է նոր էներգիա ու այդ նոր էներգիան ու բայց ինչի ենք մենք լրվել այդ ու նոր էներգիան չի լինում ու вообще մարդիկ այդպես պրոգրեսը կանգնել է, որովհետև մենք աստղերի չեն գնացել։ Այնտեղ այդ աշխարհում ոնց է մեր աշխարհում, ասենք մի հատիկ Elon Musk է եղել, որը որ ուզեցել է մի բան անի ու բայց էլի տենց ինչ որ կիսատ է ստացվել ու հիմա ոնց որ ընդ շատ լավ էպիզոդ կա, որ մի հատ մարդ
ինքը կոսմическի ատելում բան է աշխատում, տեխնիկ ու ինքը դա շատ հարուստներն են թռնում այդ կոսմическի ատելը, որտեղից նայեն երկրագնդի վրա ու չգիտեմ, շամպայն խմեն, բայց ինքը տենց ասում է, օրինակ, ասում է, ես որ սկսում եմ իմ կարիերան, ես մտածում եմ, մենք պիտի ոնց որ թռնենք Լուսին, թռնենք Մարս, թռնենք ուրիշ կողքերը, ու ես կյանքում չէի մտածի, որ ասենք ես սա մեր տեխնոլոգիաները, ռակետան ու բանը, մենակ ինչ որ օտելի համար աշխատել, շատ ու ոնց որ այդ գլխավոր մտքերից մեկն է, որ ասենք եթե մենք չենք թռնում, չենք դառնում multi-planetary ինչ որ բան, civilization, ուրեմն մեր վերջը մատրիցան է կամ ինչ որ տենց մի բանն է, ու տենց հա Ես դեմ չեմ, պրինցիպի, ցավոք մեր ժամանակը սպառվեց, բայց թեման շատ մեծ է, դա մենք երևի էլի կհանդիպենք, որովհետեւ թեման անդադ ոչ միայն մեծ է, այլև անդադ զարգանում է։ Ու ելևէջները շատ են։ Նես որ էլի ենք հանդիպելու։ Շատ ապրեց որ եկար, շատ հետաքրքիր էր։ Ինձ էլ շատ հաճելի, մերսի։ Կհանդիպենք հաջորդ թողարկմանը։